Լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտող։ Ինչպես Անահիտն է ասում, Անահիտ Կիրակոսյանը, Վրեժ Կիրակոսյանը ձեզ հետ միասին յուրաքանչյուր առավոտ 21 TV-ից ասում են ձեզ օրդ բարի։ Դե ինչ, եթե դեռ քնած եք, ճիշտ ժամանակն է արթնանալու, իսկ դրա համար կա երաժշտություն, որ հենց այս պահին ձեզ համար։ Որ լավագույն միջոցն է, չէ՞, ակտիվանալու։ Գնանք երաժշտության հետևից այս պահին։ Վերադարձանք տաղավար, ճպորն ու մրջյունը բալետային ներկայացումը 30 տարի անց վերադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ։ Այդ առիթով մենք այսօր ունենք հրաշալի հյուր, դիրիժոր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աթանես Առաքելյանն է մեր տաղավարում, բարի լույս։ Բարի առավոտ մայստրո, ինչպես եք։ Շնորհակալ եմ, լավ։ Նախ շատ շնորհակալ ենք պարոն Առաքելյան, որ այսօր եկել եք մեզ հյուր եւ հրաշալի նորությամբ, քանի որ օրդ բարի է ու շատ անմիջական ֆորմատ է, հետաքրքիր է ձեր առավոտները ինչպես են անցնում, վաղ եք արթնանում, աշխատանք։ Շատ վաղ։ Առավոտյան 6-ից կռահեցի, առավոտյան իհարկե սուրճ։ Առավոտյան սուրճ։ Ստեղծագործ մարդու համար ինչ է այս իրադարձությունը 30 տարի անց վերադարձ ներկայացման։ Մի փոքր ուղու մտցնեմ 34 տարի, որտեղ 4 տարին ինչ է եղել։ 91 թվականի ապրիլ ամսին եղավ առաջնախաղը, Լուսիկյանի Ճպորն ու մրջյուն բալետը, այն ժամանակ դա կար պետական մանկական երաժշտական թատրոն եւ նա այդ թատրոնի պատվերով գրեց այդ բալետը, քանի որ մենք կարիք ունեինք մանկական ներկայացումների, այո, խաղացանկը մեր ճիշտն ասած այդքան հարուստ չէ։ Եվ Լուսիկյանը սիրով գրեց այդ բալետը, դա բեմադրվեց, ունեցավ հաջողություն, բայց ցավոք այդ մանկական թատրոնը քանի որ հետո լուծարվեց եւ կազմավորվեց դարձավ կամերային երաժշտական թատրոն, որտեղ դուք աշխատել եք, ես ինչքան հիշում եմ, բնականաբար այդ ներկայացումները դադարեցին, դուրս մնացին էլի խաղացանկից, բայց հիմա արդեն 34 տարի անց երկրորդ ծնունդը ունեցավ այդ հրաշալի բալետը, իսկ Լուսիկյանի երաժշտությունը շատ գեղեցիկ է, շատ մատչելի է, շատ հիշվող է, հատկապես երեխաների համար, եւ ի ուրախություն մեր բոլորին այսօր մենք ունեցանք օպերային արդեն մեր ակադեմիական թատրոնի բեմում հրաշալի մի ներկայացում, որը ես վստահ եմ կունենա երկար կյանք եւ մեր երեխաները սիրով կայցելեն թատրոն եւ կդիտեն այդ ներկայացում, ասեն, որ արդեն 4 ներկայացում եղել է եւ ինչպես է արձագանքը։ Արձագանքը բավականի դրական են, բայց ամենակարևորը երեխաների այն ծափողջուններն են ներկայացման ընթացքում նույնիսկ եւ ներկայացման վերջում, որ դա երևի թե ամենակարևոր արձագանքն է, երբ որ երեխաներն են գոհ։ Դալիճը համարյա բոլոր ներկայացումներում լեփլեցուն էր եւ կարծում եմ, որ դա մեծ նվեր է մեր երեխաների համար, ասեմ, որ այդ ներկայացումը հրաշալի բեմադրեց ուղղակի Վիլեն Գալստյանի որդին Դավիթ Գալստյանը, այսինքն Վիլեն եւ Նադեժդա Դավթյանի Դավիթ Գալստյանը, որը հիմա ղեկավարում է Պարարվեստի քոլեջը եւ այնտեղ ներգրաված են միայն քոլեջի աշակերտները եւ ուսանողները։ Այդ ներկայացումը բեմադրվեց իրենց ուժերով եւ մեր թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ։ Ասեմ, որ այո, այդ համագործակցությունը հիմա մեզ մոտ կա այդպիսի մի ծրագիր, ակադեմիական թատրոնը մեր հապտի համագործակցի եւ Պարարվեստի ուսումնարների հետ եւ երաժշտական քոլեջների ուսանողների հետ, որոնք պիտի լավագույնները պիտի ներգրավեն եւ բեմադրվեն նաեւ ներկայացումներ իրենց ուժերով։ Այդ նպատակով հիմա աշխատանքներ են տարվում եւ առաջի փորձը ցույց տվեց, որ Ճպորն ու մրջյունը փաստորեն շատ գեղեցիկ ներկայացում ստացվեց։ Հրաշալի ձևավորում էր մեր գլխավոր նկարիչ Ավետիս Բարսեղյանի։ Չտեսնված գեստներ
որոնք կատարեց Ռուբինա Հովհաննիսյանը իր ձևավորումը, մի խոսքով շատ հաջողվեց այդ ներկայացումը, ըստ ինձ, ես միգուցեև սուբյեկտիվ եմ, բայց ներկայացումը ուղղակի հաջողվեց, մեծ ընդունելություն ունեցավ, շատ ուրախ եմ և այնպիսի մի երաժշտություն է գրել, որ շատ մեծ սիրով մեր նվագախումբը լինելով չտեսնված ծանրաբեռնված այս օրերին, որովհետև ամեն օր առավոտյան ներկայացում, առավոտյան փորձ, երեկոյան ներկայացում և շատ կարճ ժամանակամիջոցում գրեթե մի 2-3 փորձի ընթացքում կարողացանք ներկայացումը ոտի կանգնեցնել և դա հենց մեր նվագախումբը առաջ երթին իհարկե, որ սիրով տրվեց այդ գործին և հաջողությամբ գտնվեց իր բարձրության վրա։ Մեծ խումբ է ներգրավված, ինչքան մարդ է աշխատում ներկայացման վրա։ Դուք նկատի ունեք պարային կազմը։ Առհասարակ և բեմում։ Դե ասեմ, մեր նվագախումբը շուրջ 80 հոգի, և մոտ 70 հոգի բալետային խումբը։ Քանի որ բալետային ներկայացում է անկախ նրանից, որ մանկական է, մեծերը նույնպես այցելում են, այսինքն կարող են հանգիստ գալ դիտել, թե ուղղվածություն ունի։ Չէ, ես ձեզ ասեմ, որ այս բեմադրությունը Դավիթ Գալստյանի այնպես արված, որտեղ գիտեք ոնց որ միասնություն լինի եւ մանկական պարային էլեմենտների եւ դասական բալետի, այնպիսի բաներ էին անում երեխաները, որ ասենք մեր բալետային խմբում է դա, դեսի նկատի ունեմ պրոֆեսիոնալ էլեմենտներ, այո, եւ այնտեղ ժամանակակից պարի էլեմենտներ կան եւ դասական պարի եւ մանկական, այնպես որ Տարիքային սահմանափակում երևի թե չունի, երեխաներից մեծագույն հաճույք կստանան բոլորը։ Ես վստահ եմ, որ եթե դուք գաք նայեք ներկայացումը, մեծ բավականություն կստանաք։ Մենք մեծ սիրով, ես արդեն նշել եմ, որ պետք է բալետի։ Ես էլ եմ անպայման գալու, մայստրո, հետաքրքիր է, այդ Դավիթը վերաբեմադրեց, թե ինքը իր մոտիվացիաներով նաև որոշակի փոփոխություններ ամբողջությամբ նույնությամբ այդ երաժշտությունը վերցնելով գրեց նոր լիբրետո, լրիվ նոր լիբրետո, որը իհարկե հիմքում ընկած է ճպուրն ու մրջյունը, այո, դա Կրիլովի և Խնկուապոր, բայց յուրովի բեմադրություն եղավ և շատ այսօրվա արդիական, այսօրվա պահանջներից ելնելով, շատ գեղեցիկ և շատ դինամիկ, շատ ակտիվ ներկայացում է։ Շատ սիրվեց մի անգամից երեխաների։ Այն նշեցիք արդիական, ինձ հետաքրքիր է, որտեղ այսօրվա երեխաները ամբողջ օրը այսպիսի գադջետների եւ հեռախոսների մեջ են նստած, դժվար է բերել եւ ասել առնչվի արվեստի հետ, մեծագույն արվեստի հետ, բալետային երաժշտական մասով։ Հատուկ ծուր լուծումներ արված է, թե ինքը իրենով այնպիսի հզոր գործ է, որ երեխային գրավում է։ Գիտեք ինչ, նախ այնտեղ օգտագործված է նաեւ այդ որ հիմա ասում են 3D էկրանի վրա էֆեկտներ, որոնք նույնիսկ դրանք էլ են երեխաներին երևի թե ինչ որտեղ գրավում, բայց ինքը երաժշտությունը, ինքը բեմադրությունը այնպիսի հետաքրքրությամբ է արված, որ կարծում եմ երեխաներին այդ գադջետներից այդ բարի արդեն կանչող է, այո, եւ նույնիսկ այսպիսի արձագանքներ եմ լսել, ինձ հետո ասեցին այն ծնողները, ովքեր ասենք թե ճանաչում ենք եւ հետո խոսեցինք տպավորությունը կարծիք, ասեց երեխան ասեց, վայ, ես վերջացավ արդեն։ Վախ, այսինքն մի բան է, որ շատ լավ է լինում, արագ է։ Այնքան տարվել էր, որ այդ երկու գործողությունը, ճիշտ է, դրանք մեծ գործողություններ չեն, բայց միևնույն է երեխայի համար 30-35 րոպե նորմալ, հա, բավականին, այնպես տարված է, որ ասել վայ, ես վերջացավ արդեն ափսոսանքով, այնպես որ ես կարծում եմ, որ դա հաջողվեց եւ այս շատ լավ մտահաղացումը, որ ունեցավ մեր թատրոնի տնօրինությունը, իդեմս Կարեն Դուրգարյանի, սա իր գաղափարն էր, որ համագործակցել
քոլեջների հետ երաշտական հաստատություններ որպեսզի ներգրավել թող հիմիկվանից այդ երիտասարդները նախ կան եւ փորձեն օպերային բեմում արդեն երգեն կամ պարեն եւ դա շատ իրենց ապագայի համար իհարկե շատ մեծ առավելություն է եւ շատ մեծ բան է տրվում հնարավորություն է տրվում դուրս գալ այդ բեմ այդ պատմական բեմը եւ իհարկե ունենալով նման ներկայացումներ մանկապատանեկան այսպես ասեմ եւ հիմա մտածում ենք տարբեր տարիքային երեխաների համար, ասենք 6-ից 9 տարեկան, 10 տարեկան ինչ ներկայացում կարելի է բեմադրել, որ նրանց բերել ներգրավել դեպի օպերային թատրոն։ Ի վերջո դա դաստիարակության շատ կարևոր մաս է, միանշանակ իրենք նաև կրթվում են, էլի մայստրո, չէ՞, սկզբից դիտում են իրենց տարիքի համապատասխան ներկայացում, հետո սկսում են կամաց-կամաց երբ որ մեծանում են, իրենց աշխարհայացք մեծանում, եւ բոլորը պատկերացնում են օպերան մի տեսակ Անահիտ ջան, մեզ մոտ այդպիսի կարծրատիպ կա, չէ՞, ծանր մեծ sense ինչ-որ ներկայացումներ, ինչ-որ մեծ ձադյաներ, մեծ փորերով, հին հագուստներով, չգիտեմ ինչ-որ բաներ, չէ՞, բեմադրված, բայց այսօր շատ կարևոր է մեր ժամանակակից արվեստում, իդեպ անցյալ տարվանից է այս նախագիծը մայստրո Դուրգարյանի հետ մենք էլ ենք եւս Շարլ Ազնավուր քոլեջի եւս համագործակցում է մեր երեխաները նաեւ մասնակցություն են ունենում տարբեր օպերային ներկայացումների այո կան այնտեղ մասսայական մեծ միջոցառումների տեսարանների ժամանակ են նաեւ գալիս իրենք ներկայացմանը մասնակցում ինչպես նաեւ բազմաթիվ փորձերի շատ հետաքրքիր է եւ այդ երեխաները իմիջիալից ասեմ ովքեր որ նաեւ էստրադային երաժշտության զգացողություն ունեին Անահիտ իրենք սիրահարվել են օպերային թատրոնին շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել, դա անցյալ տարվանից է եւ ողջունել է։ Իսկն շատ ճիշտ են այս համագործակցությունները։ Միանշանակ, սա նաեւ գիտեք ինչ, սա սերմանում է երեխաների մեջ, երբ որ նա արդեն մեծանում է, իր մոտ օպերային թատրոն գնալը դա պահանջ է։ Այո։ Դառնում։ Եվ դա նաեւ մեծ կրթական իհարկե ազդեցություն ունի։ Անչափ շնորհակալ ենք ձեզ։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Որ իսկապես այս առավոտ եկաք ու այս լավ նորությամբ կիսվեցիք։ Մենք էլ շատ մեծ սիրով լուսաբանեցինք ու վստահ եմ, որ հիմա մեզ դիտող մեր հեռուստադիտողները արդեն մտածում են երեխաների հետ պարտադիր գնալ ու դիտել ու վայելել ճպուրն ու մրջյունը, թող շարունակական լինի ձեր գործունեությունը ու միայն լավ նորություններով գաք մեր տաղավար։ Շնորհակալ ենք ձեզ, առողջություն ենք մաղթում, մայստրո, թող ձեր այնքան առողջ եք, այնքան երկար որ ձեր ձեռամ բազմաթիվ օրկեստրներ միշտ գեղեցիկ նմանատիպ ներկայացումներ ունենան եւ մեր հանրությունը իհարկե ճաշակով երաժշտությամբ դաստիարակվի սա շատ կարեւոր է համամիտ եմ ձեզ եւ շատ շնորհակալ եւ այսօրվա համար շնորհակալություն ձեզ մեր հյուրներ դիրիժոր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աթանես Արաքելյանը զրուցեցինք ճպուրն ու մրջյունը ներկայացումից ելներս տարեք ձեր երեխաներին որպեսզի դիտեն ներկայացումներ ու առհասարակ միայն դպրոցը մի ընդունեք որպես պարտադիր ուսուցման վայր, այլ նաև դա դարձրեք օրինաչափություն, որ երեխաները առնչվեն օպերային, բալետի արվեստի հետ, այցելեն տարբեր ներկայացումների թատրոն, որտեղ այդպես նույնպես երեխան ձևավորում է իր մեջ արվեստը, իր մեջ մշակույթը առնչվելու, շփվելու ու հետո ինչու ոչ նաև ընտրելու թե որ ուղղությամբ ուզում շարունակել։ Եվ այս առումով ողջունելի է օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում նմանատիպ ներկայացումներ տեսնելը, գնալ եւ իհարկե սովորել օպերա հաճախել նաև ինչու ոչ, սա եւս մշակույթ է։ Անշուշտ այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, առնչվեք արվեստի ու մշակույթի հետ ու մնացեք բարով։ Լավ օր ձեզ բոլորիդ։